Գիտեք, ես շատ մեծ անվստահություն ունեմ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ, որովհետև իմ աչքի առաջ գալիս է այն տեսարանը, երբ որ ինքը առել էր այն Su-30 SL բաները, այդ ինքնաթիռները, հետ գնացել էր, բարձրացել էր, ֆոտո էր անում, ցուցադրում էր, որ արդեն սրանով համարյա կանխվում է պատերազմի հնարավորությունը, որ ինչ լուրջ տեխնիկա են առնում, իսկ հետո պարզվեց, որ ինքը չի առել դրա հետ կապված հարկերները, չի առել օտացիոների տրեյնինգի հետ կապված ծառայությունները, բաները, պահեստամասերի սպասարկումը եւ այլն եւ այլն։ Այսինքն դա, որի ծախսելով հարյուրավոր միլիոն դոլարներ այդ Su-30 SM ինքնաթիռների վրա, մենք ձեռք էինք բերել մետալալում ենք ձեռք բերել, որը պատերազմի ժամանակ ոչ մի դեր չկատարեց։ Հիմա, եթե ես ոնց կարող եմ այդ մարդու ասածների այս բանից հետո բանակի մասին կարծում եք, որ Հայաստանի անվտանգության երաշխիք կպանակ է շարունակում, օրինակ, ինչպես իշխանությունը պնդում խաղացան, հիմա ոչ մի երաշխիք չկա խաղացան։ Սա ընդամենը նախընտրական զինադադար է, որը Ալիևը կնքել է Հայաստանի հետ, միայն մեկ նպատակով, որ Հայաստանում ամրապնդի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Այսինքն իրենք պետք է այդ բոլոր ժեստերը լինելու են, ադրբեջանական հավ, էլի ինչ-որ բաներ կանեն, որ Նիկոլ Փաշինյանը ստանձնի Ադրբեջանի գեներալ գուբերնատորի պաշտոնը Հայաստանում։ Բանակի դերը այս բանակի դերը անվտանգության երաշխիք չի արդյոք բանակը։ Հիմա այս եմ ասում, իրականում ոչ մի երաշխիք այսօր գործում չունեին, ոչ միացան նավերն են այսօր երաշխավորի, իրենք չեն էլ ստանձնել երաշխավորի դեր։ Մյուս կողմից ասում եմ, ստեղծված է աշխարհաքաղաքական լարվածություն, որովհետև այդ տրիքով անտեսվում են օրինակի համար Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի շահերը, հետևաբար մենք իրականում ոչ թե ինչ-որ երաշխիքների պայմաններում ենք հայտնվել, այլ հակառակը երաշխիքների բացակայության պայմաններում։ Այդ երաշխիքները պետք է կառուցել, ու այդ երաշխիքներից գլխավորը պետք է լինի այդ ինչ-որ ես ասում եմ, որ մենք կարողանանք նորից վերականգնել աշխարհաքաղաքական բալանսը։ Պետք է այն դաշնակիցներին, որ ունեցել ենք, իդեմս Մինսկի խմբի, նորից ունենանք։ Եվ բանակը պետք է լինի բաղադրիչ երաշխիքների եւ մեր դաշնակիցների հետ հարաբերությունների վերականգնումը պետք է լինի բաղադրիչ, ընդ որում բոլորի հետ։ Մենք ասում ենք, մենք չենք մերժում եւ եվրոպական միության հետ համագործակցությունը, մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների ներգրավվածությունը այս պրոցեսների մեջ, բայց մենք հասկանում ենք, որ դա ունի սահմանափակ հնարավորություն։ Բայց ստեղծան մինչև հիմա որևէ հավաքականության ձևաչափ դեռ չկա մշտապես ձևավորված։ Հիմա դուք ձեր քննարկումներից ելնելով ինչ կարող եք ասել, եթե ընդդիմադիր դաշտի մոտավոր խնդիրներ ձևակերպված են Նիկոլ Փաշինյանի հեռացումը, այդ ինչի շուրջ չի ստացվում քաղաքական ուժերի գալ համաձայնության, ծրագրային խնդիրներ են, գաղափարական հարցեր են, վերանձնային խնդիրներն են, այսպես որ փորձեք ընդհանուր գծերով տալ այդ բաները, ինչն է գլխավոր խոչընդոտը։ Դուք գիտեք, շատ վատ բան է զարգացել, որ ես հիմա սկսեմ մեղադրանքներ, մեղքեր, մաշկել, մեղադրանքներ ներկայացնել եւ այլն եւ այլն։ Ես կարող եմ ընդհանրապես ասել, մեր դիրքորոշումը շատ ճկուն է։ Մենք առաջարկել ենք այդ կոմիտեի մոդելը, որտեղ այդ լիդերության համար պայքարից խուսափելու համար մենք ասում ենք, եկեք ստեղծենք կոմիտե, որը հետագայում կընտրի, ասենք, վարչապետի տեխնացու։ Հասկանում եք, դա շատ ճկուն մոդել է, մենք առաջարկել ենք, ոնց որ ոչ չի
մերժին հետ։ Բայց գործը առաջ չի գնում։ Այսինքն լիդերության շուրջ ամեն դեպքում կան խնդիրներ։ Իսկ դուք ոնց եք կարծում, ոնց կարող է չեն։ Բայց այդ բանակցությունները Բայց մենք ասում եմ, չնայած մենք շատ վճռական ենք, որ կոնկրետ այսօրին տեխնոլոգիական գնանք կռվենք մեր տեսակետների հաղթանակի համար, բայց մենք նաև ճկունությունը պահպանում ենք, որ եթե ինչ-որ իմաստալից, բովանդակալից միավորում առաջարկվի կամ մենք կարողանանք համոզել մարդկանց, մենք կարող ենք գնալ նաև կոմպրոմիսային վարչապետի, կոմպրոմիսային ծրագրի ստեղծման մեր եղած կամերաների կնայեք ամենաընդունելի աշխարհիշխում եք որ կարող եք միասնական Գիտեք, ես ուսումնելի համար տեխնացուների չեմ խոսում, ես կարող եմ մի բան ասել, որ ակնհայտ է, որ հիմա կա ֆավորիտ, հա, Հարապետյանը քաղաքական ուժ, հա, իհարկե բանակցում եթե ես ասեցի, թե ասել էլի, ես իրակ կներեք, ասել եմ, որ կա հայտարարել, ես ձեր շպիոնը չեմ։ Չէ, ուզում ասել, ես հետևյալն եմ ասել, որ դրանք հիմա ունեն այդ հնարավորությունը ստեղծել համազգային լուրջ քաղաքական համախմբում։ Իրենց սա կախված, իրենք այդ աստեղային ժամի հնարավորություն ունեն, իրենց է կախված, իրենց աստեղային ժամը կստանան, թե բաց կթողեն, բայց մեր կողմից պատրաստականություն, ինչ-որ մի միասնական թիմ ստեղծելու ուղղությամբ։ Հիմա պատասխանեցի հարցին, մենակ ասում եք, շատ քաղաքական ուժեր դաշինք ձևավորվում, դաշինք մեծ ցուցակ ձևավորվում, դա եք ասում, որ իրենց ստեղծեն լայն համախմբում։ Ես խոսում եմ այն համախմբման մասին, քաղաքական ուժերը, որոնք ասենք իրատեսական են, կացունել մտածողություն ունեն, կիսում են նաև այդ մեր ծրագիրները, օրինակ համար Հայաստանի ինքնիշխանություն ձերական իրական խաղաղություն բերելու ուղղությամբ, տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ։ Եթե այդ ուժերը միասին կազմեն մի համախմբում եւ այո, բնականաբար մի ցուցակով գնան ընտրությունների, վայ իհարկե դրա մասին է։ լիդերների մասին Ինչ հարց։ Ամենաընդունելի հիմա դաշինքների պատասխանների Չէ, ես իրանք էլ դեռ չեն հայտարարել իրենց լիդերներով, չէ։ Ես ընդհանրապես խոսում եմ ուժերի մասին։ Ձեր շուրջ կհամախմբի ներկայումս ընդդիմադիր Լսեք, ես գեղեցկության կոնկուրսի ժյուրիի անդամ չեմ, որ հիմա ասեմ ով է ավելի համակրելի կամ ոչ համակրելի։ Մեր համար կարևորը այնպեսի գործիքները ստեղծենք, որ կարողանանք երկրում ինչ-որ բան փոխենք դեպի լավը, դրենք ճիշտ ռելսի վրա մեր երկիրը։ Ընդհանրապես սա է։ Ինչ է հիմա այս մեկը ավելի դուր գալով չի։ Մեծ զրույցում նշում է, որ աճուձախ վարչապետի թեկնածուներ հայտարարելու պրոցես չի սա եւ որ այո նաեւ պետք է միասնական մեկ դիրքերից անել։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, քանի որ դուք նաեւ չեք կատարում դա, ձեր անձի շուրջ այս դաշտում եղած ընդդիմադիր ուժերը ըստ ձեզ կհամախմբեն կամ ձեր քննարկումները, որոնք այս ընթացքում եղել են, դուք ինչ եզրահանգման եք գալիս։ Ես հենց նոր ձեզ ասացի, որ դուք իզուտեղը ջանքեր եք գործադրում, հիմա էներգիա եք ծախսում, փորձելով խորանալ հարցերի մեջ, որոնց մասին ես չեմ խոսելու։ Իզուտեղը